20-րդ դարի հայ խոշորագույն դասականի Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյա հոբելյանական երեկոն է հրավիրվել Էդվարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտականում։ Արամ Խաչատրյան, փառահեղանուն հայ կոմպոզիտորական գանձարանում, ուր երաժշտարվեստը սիրելի եւ գնահատելի էր ինչպես նախկին ԽՍՀՄ, այլև ողջ աշխարհում։ Նա կարողացավ հայ ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսել իր կոմպոզիցիաներին, որոնք էլ հոբելյանական համերգին հնչեցին քաղաքի լավագույն երաժիշտների կատարմամբ։ Վանաձորի պետական համալսարանի դասախոս դաշնակահարուհի Կարինե Երիցյանը հանդես եկավ Խաչատրյանի սուսերով բարի դաշնամուրային տարբերակով։ Լինելով սովետական տարաշրջանի կոմպոզիտոր, ինքը ինձ թվում արդիական է բոլոր ժամանակների համար։ Ես էլ պատանեկության վաղտը եղել եմ հանրապետական մրցույթի Խաչատրյանի անվան 3-րդ մրցանակակիրը։ Դրա համար ինձ համար շատ հաճելի էր այսօրվա օրով նվագել ստեղ։ Յուրահատուկ գարմոնիա ունի։ Եթե դու լսես Խաչատրյանին, չշփոթի ոչ մի ուրիշ կոմպոզիտորի հետ։ Համերգային նախագծում, որ նախաձեռնել էր թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Աղաբաբյանը, ընդգրկված էին Էդվարդ Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտականի դասատուներն ու սաները, Վանաձորի կամերային նվագախումբը, Աբելյանցիները, Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանողներն ու Անկախության սերունդ երիտասարդական նվագախումբը։ Կարևորում եմ, որովհետև իսկ մատաղ սերունդը երիտասարդները պետք է համամասնակից լինեն նման միջոցառումներին։ Խաչատրյանն էլ որ համաշխարհային դեմք, շատ ճանաչված կոմպոզիտոր, երաժիշտ, եւ շատ հաճելի է, որ մեր քաղաքում կազմակերպվել է այսպիսի միջոցառում, որին մասնակցում են մեր քաղաքի երաժիշտները։ Դա մեր հոգու պարտքն էր, որ աշխարհահռչակ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Հայազգի մեծանուն զավակ Արամ Խաչատրյանը մեր հարգանքի տուրքը մատուցենք։ Այսօր աշխարհում չկա մի գյուղ, չկա մի քաղաք, չկա մի պետություն, որտեղ Արամ Խաչատրյանի անունը չիմանան, նրա ստեղծագործություններին ծանոթ չլինեն, իսկ դա նշանակում է, որ ծանոթ են նաև մեր ազգի հետ։ Մենք նախապատրաստվել ենք վաղուց այս միջոցառմանը, իհարկե երեխաները անչափ հուզմունքով էին նախապատրաստվում, հաղթահարեցին։ Համերգի ավարտին տպավորություններով կիսվեց նաև հանդիսականը։ Շատ ուրախ եմ, շատ հրաշալի էր, շատ տպավորված եմ, գեղեցիկ միջոցառում էր։ Շատ գեղեցիկ համերգ էր, շատ դասական համերգ, նման համերգները ավելի շատ պետք է լինեն մեր քաղաքում։ Շատ մեծ տպավորություններով դեպլեցուն, հոգու վեճկրանքով վերադառնում ենք մեր առօրյա հոգսերին։ Շատ տպավորիչ համերգ էր, շատ ուրախ ենք, մեծ բավականություն ստացան երեխեքն էլ մենք էլ։ Անչափ հաճելի էր, շատ լավ կազմակերպված։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լորի հեռուստաընկերություն։